Բողոքի ալիքը ալեկոծում է աշխարհը, Լատինական Ամերիկայից Եվրոպա ու Ասիա հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոցներ, արտահայտելու իրենց ցասումն ու մտահոգությունը Իրանի դեմ, ամերիկա-իսրայելական ռազմական հարվածների դեմ։ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Իրանի դեսպանատան դիմաց, ծածանելով դրոշներ, պահելով այաթոլլա Ալի Խամենեիի դիվանկարները, վանկարկելով հակապատերազմական կարգախոսներ։ Վենեսուելայում Իրանի դեսպանի խոսքով իր երկիրը խաղաղասեր է, բայց չի խոնարհվի արտաքին ճնշման առաջ։ Իրանի ժողովուրդը ենթարկվում է այն բարբարոսությանը, որին սովոր են ամերիկյան իմպերիալիզմը եւ Հարավային Ասիայում նրա հրեշը, Իսրայելի ահաբեկչական եւ գաղութային ռեժիմը։ Հարվածում են մի ժողովրդի, որը երբեք չի հարձակվել կամ ագրեսիա չի ցուցաբերել աշխարհի որևէ երկրի նկատմամբ։ Հազարամյա պատմություն, հազարամյա քաղաքակրթություն ունեցող երկիր, որը երբեք ագրեսիա չի ցուցաբերել եւ ձգտում է անկախության։ Նրանք եկան եւ սպանեցին մեր առաջնորդին, մեր սիրելի այաթոլլային, սպանեցին ժողովրդին, մեր գեներալներին։ Պատիժ ենք պահանջում։ Իրանը միայն պաշտպանվում է։ Չար անիծյալ սատանան չի հանդարտվի։ Նյու Դելիում բողոքի ցույցին մասնակցում էին նաև քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածները ցուցարարներն անվանում են իմպերիալիստական ագրեսիա եւ կոչ անում միջազգային հանրությանը դատապարտել ռազմական գործողությունները։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի Իրանի դեմ իրականացված վախկոտ հարձակումն ուղղված է անմեղ մարդկանց, քաղաքացիական անձանց, դպրոցականների, փոքր երեխաների դեմ։ Մենք բողոքում ենք դրա դեմ։ Պակիստանի Լահոր քաղաքում բողոքի ցույցը վերածվել է բախումների, ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել։ Լարված են եղել նաև ակցիաները Կարաչիում եւ Իսլամաբադում։ Աֆրիկայում, Նիգերիայի Նիգեր նահանգում բողոքի ցույցերը տեղի են ունեցել ոստիկանական մեծաթիվ ուժերի հսկողությամբ։ Պետք է դադարեցնել Իրանի վրա այս շարունակական հարձակումները, նրանք պետք է դադարեցնեն մեր եղբայրներին սպանելը, նույնիսկ փոքր երեխաներն են թիրախավորվում եւ սպանվում, մենք դատապարտում ենք այս հարձակումը։ Եվրոպայում, Դուբլինում ցույցի մասնակիցները չեն պաշտպանում Իրանի իշխանություններին, սակայն դեմ են պատերազմին, աջակցում են պարզ մարդկանց։ Այստեղ ոչ մեկը չի աջակցում ռեժիմին կամ առաջնորդին, բայց մենք այստեղ ենք աջակցելու սովորական մարդկանց։ Մեր կառավարությունը պետք է հետևի Շոտլանդիայի կառավարության օրինակին եւ դատապարտի սա։ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում ցուցարարները այրել են ամերիկյան եւ իսրայելական դրոշները, մեղադրելով Վաշինգտոնին տարածաշրջանը վերահսկելու փորձերի համար։ Միջուկային ռումբի հարցը կեղծ պատճառ է։ Միացյալ Նահանգների նպատակը տարածաշրջանը վերահսկելն է։ Իրանը անկախ իրանական ռեժիմի նկատմամբ մեր վերապահումներից վերջին երկիրն է, որը չի գտնվում ամերիկյան կառավարման տակ։ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ազգայնական խմբերը պահանջում են իշխանություններից երկրից հանել ամերիկյան ռազմական ինքնաթիռները, զգուշանալով հնարավոր էսկալացիայի վտանգից, մտավախություն ունենալով, որ Թեհրանի պատժիչ ձեռքը նաև բուլղարացիներին կհասնի։ Ամերիկյան ինքնաթիռները պետք է լքեն մեր տարածքը։ Մենք շատ բան կարող ենք կորցնել այս իրավիճակի պատճառով։ Մենք չպետք է սպասենք, որ հրթիռները սկսեն ընկնել մեր երկրի վրա։ Չնայած հրթիռակոծություններին, Իրանի քաղաքներում 5 օր է հազարավոր մարդիկ գիշեր-ցերեկ փողոցներում են ի լուր աշխարհի ասելու. մենք կպայքարենք, մենք կմեռնենք, մենք չենք հանդուրժի նվաստացումը։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։